Կյանքում երբեմն լինում են պահեր, երբ մի պարզ բառ կամ գրառում կարող է ուշ հասկացվել, երբ արդեն ժամանակը չի վերադարձնում ոչինչ։ Դեկտեմբերի վերջին օրերին Երևանը սովորական ձմեռային կյանք էր վայելում։ Փողոցներում մարդիկ շտապում էին աշխատանքի, ուսման կամ առօրյա գործերով, տոնական զարդարանքները լույս էին տալիս քաղաքին, և օդում լցված էր ամանորի սպասման զգացումը։ Բայց այս օրերից մեկը հանկարծ դարձավ ողբերգության սկիզբ մի երիտասարդ աղջկա համար, ով դեռ մի քանի ժամ առաջ ժպտում էր ու խոսում էր սովորական առօրյայի մասին։ Լիլիթ Եռմալովյանը 26 տարեկան Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրից միակ զավակներից էր, ով հայտնի չէր հասարակության լայն շրջանակների համար, բայց յուրօրինակ կյանք ուներ երազանքներով, մտահոգություններով, սովորական երիտասարդի երազանքներով։ Դեկտեմբերի 26-ին նա դուրս եկավ բժշկական կենտրոնից հնարավոր բուժզնության ավարտից հետո, և այդպես սկսած նրա հետ կապը կորավ։ Սկզբում ոչ ոք չէր ենթադրել վատը, միգուցե ուշանում է, միգուցե հեռախոսը լիցքաթափվել է, միգուցե ինչ-որ գործ է ավարտում կամ ճանապարհին է, բայց ժամերը անցնում էին, իսկ Լիլիթը չի վերադառնում։ Յուրաքանչյուր անցնող րոպե կարծես երկարանում էր, անհանգստությունը բազմապատկվում էր, և յուրաքանչյուր զանգ, որը չէր բերում լուրը, ավելացնում էր ընտանիքի մտահոգությունը։ Ընտանիքի համար սկսվում է մի ժամանակահատված, երբ հույսն ու վախը խառնվում են իրար, միաժամանակ ապրելով երկու իրականության մեջ, մեկը հույսը, որ նա կվերադառնա, մյուսում սարսափը, որ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել։ Ընտանիքի հարազատները սկսում են գործել, զանգեր են անում, ընկերներ, հարևաններ, բարեկամները փնտրում են, բոլոր հնարավոր ուղղություններով քայլեր ձեռնարկում, սակայն ամեն ինչ դեռ անորոշ է։ Որոնողական աշխատանքները սկսվում են, բայց հասարակությունը չի տեսնում բոլոր մանրամասները։ Մենք տեսնում ենք միայն վերջնական արդյունքը, լուրը, բայց ոչ այն, թե ինչքան ջանք է ներդրվել այն գտնելու համար։ Արդեն այդ առաջին ժամերից սկսվում է զգացվել նաև սոցիալական լարվածությունը, ընկերները, համացանցի հասանելի հանրությունը ուշ է նկատում նրա վերջին գրառումները, որոնք մինչ այդ ոչ ոք չէր ընկալում որպես ազդանշան։ Լիլիթի վերջին գրառումը սոցիալական մեդիայում այսօր նոր իմաստ է ստացել, հիշեցնելով, որ յուրաքանչյուր բառ կարևոր է և յուրաքանչյուր կյանք արժանի է հարգանքի։ Մի քանի օր անց, երբ անհետացման լուրը տարածվեց, մարդիկ սկսեցին ուշ հասկանալ Լիլիթի վերջին ֆեյսբուքյան գրառումը, այն, որը սկզբում պարզապես մի համեստ ու զուսպ բառերի հավաքածու էր, այժմ ստացավ նոր, խոր իմաստ, որը խորհրդանշական ազդանշան էր, որը արդեն ոչ ոք չկարողացավ հասկանալ ժամանակին։ Յուրաքանչյուր բառ կարևոր է, յուրաքանչյուր կյանք ունի պատմություն, և յուրաքանչյուր պատմություն արժանի է հարգանքի։ Սրանք պարզ խոսքեր էին, բայց նրանց հետևում թաքնված էր զգուշացում, զգացմունքների լռության և մարդկային զգայունության, որը հաճախ հասարակությունը ուշ է նկատում։ Ամենահուզիչը այն էր, որ այս գրառումը հրապարակվել էր շաբաթներ առաջ, բայց շատերը այն դիտել էին որպես սովորական գրառում, առանց այն հասկանալու որպես ներքին հուշում, որ հետագայում պետք էր որպես ազդանշան ընկալել։ Այս գրառումը արագ տարածվեց ընկերների, հարազատների և նույնիսկ հասարակության լայն շրջանակներում, քանի որ մարդիկ սկսեցին բաժանվել իրենց արձագանքներով։ Մեկը ասում էր, որ ուշ էր նկատել այն, մյուսը, որ ավելի ուշադիր պետք է լինենք, զգուշացնող ազդանշաններին, և երրորդը ուղղակի հուզվում էր։ Ընտանիքը, բարեկամները և ընկերները սկսեցին հասկանալ, որ այն բառերը, որոնք մինչ այդ թվում էին սովորական, իրականում կարևոր նախազգուշացում էին։ Դրանք նոր իմաստ էին ստացել միայն այն պահին, երբ իրականությունը, ցավը և անհայտությունը դարձան անխուսափելի։ Այս երևույթը հիշեցնում է, որ յուրաքանչյուր գրառում, յուրաքանչյուր հաղորդագրություն, նույնիսկ մի պարզ լայք կամ մեկնաբանություն կարող է լինել կարևոր ազդանշան, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, իսկ երբ ուշ է նկատվում, ցավը ավելի ծանր է զգացվում։ Սոցիալական մեդիան լցվեց մեկնաբանություններով, մարդիկ սկսեցին խոսել ոչ միայն Լիլիթի անհետացման մասին, այլև այն մասին, թե ինչպես պետք է հասարակությունը ուշ չգնահատի ազդանշանները, զգացմունքներն ու լռությունը։ Դեկտեմբերի 26-ը սկսվեց կարծես սովորական ձմեռային օր, բայց այն արդեն մի ընտանիքի համար այն դարձավ անհանգստության և վախի սկիզբ։ Լիլիթի հարազատները, երբ տեսան, որ նա չի վերադարձել տուն, անմիջապես սկսեցին զանգեր անել, հարևաններ, ընկերներ, բուժկենտրոնի աշխատակիցներ, բոլոր հնարավոր մարդիկ փորձում էին պարզել նրա գտնվելու վայրը։ Միաժամանակ ոստիկանությունը և փրկարար ծառայությունը սկսեցին գործել, իրականացնելով համակարգված որոնումներ։ Քաղաքի տարբեր հատվածներում, փողոցներում, հանրային վայրերում, նույնիսկ հասարակական տրանսպորտում սկսեցին հետքեր որոնել, տեսախցիկների տեսանյութերը դիտվում էին մաս առ մաս, վարկածներ ձևավորում և արագ ստուգվում։ Որոնողական աշխատանքները սկսվեցին առանց դադարների, փրկարարները անցնում էին անդունդներով, ջրանցքների մոտով, Հրազդան գետի պտույտներով, ոստիկանները ուսումնասիրում էին բոլոր հնարավոր ուղղությունները, զննեցին մոտակա բնակավայրերը, զանգարեցին ընկերներին, հարազատներին ու նույնիսկ բուժկենտրոններին, հարցնելով՝ արդյոք որևէ նշան կա։ Լիլիթի ընտանիքը արդեն իսկ փորձել էր հաղթահարել ցավը։ Նրանք գիտեին կորստի նշանակությունը և արդեն մի անգամ ապրել էին անգնահատելի ողբերգություն։
Նրա եղբայրը Գոռ Եռմալովյանը զոհվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում։ Գոռը դարձել էր ոչ միայն ընտանիքի համար, այլև շատերի համար խորհրդանիշ, մի երիտասարդ, ում անունը մեծապես կապված էր հերոսության, ընտանիքի և անձնական զոհաբերության հետ։ Նրա կորուստը արդեն խլել էր ընտանիքի մի զավակին, բայց կյանքը շարունակվում էր, և նրանք փորձում էին հաղթահարել ցավը, աշխատել, սիրել և սպասել վաղվա օրվան։ Այժմ նույն ընտանիքը կանգնած էր նոր անորոշության և վախի առջև, մի նոր կորստի, որը կրկնապատկեց արդեն ունեցած ցավը։ Նրանց համար դեկտեմբերի 26-ից սկսված օրերը դարձան հոգեբանական մարտահրավեր, յուրաքանչյուր զանգ, ցանկացած նորություն կամ լուր կարող էր լինել հույսի կամ սարսափի լուր։ Սեփական վախերը, հույսերը և արդեն իսկ զգացած կորուստը խառնել էին իրենց գիտակցությունը, մի կողմից հույսը, մյուս կողմից սարսափը։ Ընտանիքի բարեկամներ և ընկերները փորձում էին հույս հաղորդել, իրենց սիրտը ամրացնել, բայց այդ օրերին իրականությունը շատ ավելի ծանր էր, քան կարող էին պատկերացնել։ Դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան, երբ արդեն ամեն մեկը մտածում էր, որ իրավիճակը հնարավոր է լուծել, փրկարները հայտնաբերեցին Լիլիթի մարմինը Հրազդան գետում։ Դեպքի վայր հասան քննիչները, դատաբժիշկներ և պարեկային ծառայության ներկայացուցիչներ։ Փրկարները նախազգուշորեն և համակարգված սկսեցին ուսումնասիրել տարածքը, ապահովելով, որ մարմինը անվտանգ դուրս բերվի։ Տեղում ծառայում էին նաև հրշեջ փրկարարական ջոկատներ, ովքեր սպասում էին, որպեսզի քննիչները և դատաբժիշկները գան և գնահատեն իրավիճակը։ Հետախուզության աշխատանքները, որոնք շաբաթներ շարունակ շարունակվում էին, վերջապես բերեցին արդյունք, բայց այն միայն սարսափելի և ծանր էր։ Անցած օրերի որոնումները, ամենափոքր հուշերը, վկաների հաղորդումները, տեսախցիկների նկարահանումները, համատեղ փորձերը ամենավերջում միացան ամբողջական պատկերին։ Լիլիթը գտնվեց, և անհայտությունը վերջապես ավարտվեց, սակայն նույնիսկ այս պահը չէր կարող հեռացնել այն ծանրությունն ու վախը, որը զգացել էր նրա ընտանիքը։ Յուրաքանչյուր պահ, երբ հույս ու վախը խառնվել էին, այժմ ստացել էր իր վերջին պատասխանն ու իրականությունը, ցավալի, բայց իրական։ Այս ողբերգությունը հիշեցնում է մեզ մի կարևոր ճշմարտություն. յուրաքանչյուր բառ կարևոր է, յուրաքանչյուր կյանք ունի իր պատմությունը, և յուրաքանչյուր պատմություն արժանի է հարգանքի։ Լիլիթ Եռմալովյանի դեպքը ցույց տվեց, որ ժամանակին նկատված ազդանշանները, ուշ հասկացված լռությունը և մարդկանց ուշադրությունը կարող են իսկապես փոխել վերջնական արդյունքը։ Երբ մենք ուշ ենք արձագանքում, ցավը դառնում է ավելի ծանր, իսկ կորուստը անխուսափելի։ Հասարակությանը հիշեցումը պարզ է. պետք է ուշադրություն դարձնենք միմյանց լռությանը, գրառումներին և զգացմունքների վրա։ Մի քանի բառ, մի ժպիտ կամ մեկ խորհրդանշական նշան կարող են լինել այն ազդանշանը, որ հնարավոր է կյանք փրկի կամ հոգեբանական ծանրությունը մեղմի։ Եվ վերջապես, սա մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Լինենք զգայուն, ուշադիր և պատրաստ արձագանքելու, որպեսզի այլևս ոչ ոք ստիպված չլինի կանգնել այն ցավալի իրականության առաջ, որի միջով անցավ Լիլիթի ընտանիքը։ Յուրաքանչյուր կյանք կարևոր է, յուրաքանչյուր հիշողություն արժեք ունի, և յուրաքանչյուր պատմություն վերհիշելու և հարգանքի արժանի։